Հոկտեմբերի 25-ին ժամը 2:20-ին ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին ահազանգ ստացվեց։ Մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում գործող խանութներից մեկից գողություն էր կատարվել։ Շտաբ դեպքի վայր հասած ոստիկանները պարզեցին, որ անայդ անձինք խանութի բաց պատուհանից ներս են մտել և գողացել կենդանի ձկներ։ Դեպքի վայրում տարված աշխատանքների ընթացքում վերցվեցին խանութի տեսաձայնագրող սարքերի տեսագրությունները, որոնք արձանագրել էին գողության ընթացքը։ Հանցագործները գործել էին երեքով։ Տեսագրությունների մանրամասն ուսումնասիրության և օպերատիվ տեղեկությունների իրացման շնորհիվ Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախույզներին հաջողվեց կարճ ժամանակում պարզել կասկածյալների ինքնությունը։ 54-ամյա նախկինում 3 անգամ դատապարտված Վահան Հովհաննիսյանը, 31-ամյա նախկինում 2 անգամ դատապարտված Գևորգ Մարգարյանն ու 20-ամյա Հայկարամ Հակոբյանն էին։ Կասկածյալները մի քանի օրվա ընթացքում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի և խաչաձև հարցաքննությունների շնորհիվ շուտով խոստովանեցին կատարածը։ Հիշյալ գիշերը մտել էին խանութ և տեսնելով, որ խանութպանն այդ պահին խիստ զբաղված է, դուրս էին եկել։ Նրանցից մեկը բաց պատուհանով մտել էր հարակից տարածք, մյուսները սպասել էին դրսում։ Ներս մտնողը ակվարիումներից որսացել էր ձկներն ու պատուհանից դուրս նետել։ Ընկերները վայրկյանների ընթացքում հավաքել էին մայթեզրի նետված ձկներն ու միասին դիմել փախուստի։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։